ներկայացեք Դերզգոմ Քահանա Աբրահամյան, Զորավոր Սուրբ Աստվածածի եկեղեցու հոգևորական։ Ասեք ինչ բժշկություններ ու հրաշագործություններ են վերագրվում ավետարանին։ Այս պատմությունը ավետարանի սկիզբ է առնում այն ժամանակաշրջանից, երբ Կիլիկիայից բերվեց եւ արդեն իսկ իր մեծ հրաշագործություններով հայտնի դիրքեր եւ հաստատվեց այս եկեղեցում։ Ավելի ճիշտ ասած, այն ժամանակաշրջանում այստեղ վանական համալիր էր, Մովսես Տատեղացու կողմից հիմնած եւ այս հենց գրքի շնորհիվ է, որ մեր եկեղեցին ստացավ Զորավոր Սուրբ Աստվածածի եկեղեցու անվանումը եւ բազմաթիվ են պատմվածքները կապված այս գրքի հետ, թե բժշկությունների, թե այլ տեսակի հրաշագործությունների հետ եւ ըստ էության յուրաքանչյուր տարի մայիսի 14-ին մենք բերում ենք այն մատենադարանից, որպեսզի մեր սիրելի հավատացյալները, մեր հայ ժողովուրդը գան եւ այս աստվածային պարգևից օգտվեն, իրենց բարի ուղերի իրականացում գտնեն, թե առողջության, թե կյանքի այլ խնդիրների